Ես այնքան ուրախ եմ դրա համար, որ մարդիկ այո, հավատում են, որ այդ պահին կարող է էմոցիոնալ են, զգացմունքային ինչ-որ բաներ են ասում, պարզ է։ Բայց այդ հարցադրումը օդի մեջ է, երբ ենք դուրս գալիս պայքարի։ Այն որ ասում են ժողովուրդը հոգնելը, չոքնելը եւ այլն, ես չեմ հավատացել եւ չեմ էլ հավատում։ Այս ժողովուրդը միշտ էլ ուզում է իր ազատագրությունը ունենալ։ Մենք պետք է կարողանանք արժանի լինել այս ժողովրդին։ Բայց որ մոտենում ասում են երբ Ես իրենց բացատրում եմ, շուտով, բայց ինչ ասեմ, ասում եմ կարճ ժամանակից, շատ չենք ուշացնելու, պատրաստ եղեք, սպասեք, զինվեք բանով, զենքով չի։ Այդ պարտադիր, ասա որովհետև սրանք գիտեմ, հիմա կբռնենք կկրճատենք գնա, ասեց զինվեք։ Զինվելու կոչ է անում։ Իմիջայլոցը այս նշանը այդ զինվելու մասին է, այստեղ սա շատ խորհրդանիշ է, շատ կարևոր ամերիկյան հեղափոխություններից, այսպես ասած, խորհրդանիշներից մեկը, որն է, որը կոչվում է հագեք Աստծո սպառազինությունը, ամենայն ժամ աղոթեք, եւ սա կարևոր խորհուրդ է, հագեք Աստծո սպառազինությունը, առաքյալն էլ է ասում զինվեք, բոլորն էլ ասում են զինվեք, այդ սպառազինությունը հագեք։ Դե ասում են զինվեք համբերությամբ, չէ՞ նաեւ։ Համբերությունով էլ են զինում մարդկանց։ Համբերությամբ զինվեք, կամքով զինվեք, այն հավատքը, որ ունեցել եք, դրանով հետ վերականգնեք, զինվեք, հուսախաբվածներին էլի ֆուտբոլի օրինակով պիտի գամ, ինչպես որ ամեն անգամ տարբեր աստիճանի խաղեր են լինում Հայաստանի հավաքականի պարագային կամ իրենց սիրած թիմերի, տեսնում եք, որ ինչ որտեղ չի հաջողվում, պարտում են, հուսախաբվում եք այդ բան եւ այն, բայց էլի պատրաստակամությամբ գնում եք աջակցելու այդ խաղին մասնակցելու։ Ես Ռեալ Մադրիդին, հենց սաղ տարի հակաֆորում են, հենց հակակրվեցինք, բայց մենք այս շարունակում։ Ինչ եմ ուզում ասել, որ չի կարելի, սա process-ը ամբողջական գործընթացը միտեղ թույլ կլինի, միտեղ ուժեղ, միտեղ չենք հաջողի, 5 անգամ չենք հաջողի, 10 անգամ չենք հաջողի, բայց միթե մենք պետք է մնանք անհաջողության տակ։ Դա պետք է դուրս գա մեր մտքից, ոչ։